Ֆունկցիոնալ վերլուծության դասընթացի 9-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Անցյալ անգամ մենք սկսեցինք ուսումնասիրել տոպոլոգիական տարածությունները, արագ վերհիշենք մի քանի հասկացություն եւ հատկություն։ Ուրեմն ուսումնասիրում ենք տոպոլոգիական տարածությունները։ Ուրեմն վերհիշենք, որ ինչ է նշանակում տոպոլոգիական տարածություն։ Տոպոլոգիական տարածություն նշանակում է երկու օբյեկտ, բազմություն եւ այդ բազմության ենթաբազմությունների ընտանիք, այդ նշանակենք ձեռագիր տեով, որը բավարարում է հետևյալ հատկություններին։ Դատարկ բազմությունը եւ s-ը պետք է լինեն t-ի անդամ, սրանից հետո t-ին կանվանենք տոպոլոգիա։ Երկրորդ հատկությունը, որ t-ն կայուն է ցանկացած միավորման համար, այսինքն եթե ունենք ինչ-որ j ալֆա բազմությունների ընտանիք, որոնք պատկանում են տոպոլոգիային, ապա սրանց միավորումն էլ է պատկանում տոպոլոգիային։ Եվ վերջապես վերջի հատկությունը, որ տոպոլոգիան կայուն է վերջավոր հատումների նկատմամբ, այսինքն եթե ունենք վերջավոր թվով բազմություններ t-ից, ապա հատումը նույնպես t-ից է։ Եթե ունենք այս երկու օբյեկտը, ապա ասենք, որ ունենք տոպոլոգիական տարածություն։ Մի շարք հասկացություններ ներմուծեցինք, ուրեմն տոպոլոգիայի անդամները կոչվում են բաց բազմություններ, դրանց լրացումները կոչվում են փակ բազմություններ։ Երկու տեսակ տոպոլոգիական տարածություններ մենք առանձնացրեցինք, T2 եւ T4 տիպի։ Ուրեմն ինչ է նշանակում T2 տիպի։ Ասում են նաև Hausdorff-յան։ Նշանակում է, որ ցանկացած երկու կետ կարելի է միմյանցից բաժանել տոպոլոգիայով։ Այսինքն, եթե ունենք օրինակ x1, x2 կետերի s-ից, ապա կարող ենք ընտրել բաց բազմություններ, որոնք պարունակում են այս երկու կետերը եւ հատում չունեն։ Եթե գրենք ֆորմալ, ուրեմն ցանկացած x1, x2 կետի համար s-ից, եթե x1-ը տարբեր է x2-ից, ապա գոյություն ունի j1, j2 բաց բազմություններ, այնպիսին, որ x-ին պատկանում է j-ին, ին հավաս 1, 2, եւ միաժամանակ հատումը դրանց դատարկ է։ Այսինքն ցանկացած երկու կետ կարելի է բաժանել միմյանցից տոպոլոգիայով եւ T4 տիպի տարածությունը, սրան ասում են նաեւ նորմալ, երկու բան է պահանջում է, որ ցանկացած x-ի համար s-ից միայն x-ը պարունակող բազմությունը լինի փակ, այսինքն այս ինչ-որ բաց բազմության լրացում է, եւ երկրորդ հատկությունը, այս նույն հատկությունն է ինչ-որ Hausdorff-յանի համար, բայց կետերի փոխարեն վերցնում ենք փակ բազմություններ, այսինքն ցանկացած f1, f2 փակ բազմությունների համար գոյություն ունեն j1, j2 բաց բազմություններ, այնպիսին, որ j-ին պարունակում է f-ին եւ հատումը դատարկ է։ Այս դեպքում կասենք, որ տարածությունը նորմալ է։ Սահմանումից անմիջապես հետևում է, որ ցանկացած նորմալ տարածություն նաեւ Hausdorff-յան է։ Անցյալ անգամ մի հատկություն էի ձևակերպում, որ ցանկացած մետրիկական տարածություն պետք է նորմալ է, բայց ինչ-որ մի պահ մոտս կասկած առաջացավ, որ կարող է հանկարծ ինչ-որ լրացուցիչ պայման է պետք դնել մետրիկական տարածության վրա, օրինակ բաժանելիություն կամ նման բան, դե շատ արագ կարելի հասկանալ, որ ոչ դրա կարիքը չկա։ Եկեք, քանի որ նման հարցեր առաջացել, ամեն ինչպես ինձ մոտ, եկեք այդ հարցը արագ քննարկենք։ Եթե ունենք մետրիկական տարածություն,
ապա սրա վրա կա տոպոլոգիա, որտեղ կարող ենք սահմանել բաց բազմությունները։ Նույնպես սրա վրա կա բնական տոպոլոգիա, ինքը կազմված է մետրիկական տարածության բաց բազմություններից։ Նայեք, ապացուցենք, որ ցանկացած մետրիկական տարածություն նորմալ է։ Ուրեմն ցույց տանք, որ S-ն նորմալ է։ Ինչ պետք է անենք, պետք է ցույց տանք, որ ցանկացած երկու փակ բազմություն կարելի է միմյանցից բաժանել։ Նախ այս առաջի հատկությունը ակնհայտ է, որ եթե բազմությունը պարունակում է միայն մի կետ, ապա ինքը փակ է։ Այդ առաջարկը ինքնուրույն անեք, համարյա բան չկանելու։ Եկեք մենք երկրորդի մասին մտածենք։ Ուրեմն եթե ունենք x կետը եւ ունենք f փակ բազմությունը, ապա այս կողմը որ հեռավորությունը x կետից մինչև f փակ բազմությունը մեծ է 0-ից։ Ինչպես որ հեռավորությունը կետից մինչև բազմություն այդ ամենափոքր հեռավորությունը, դե ամենափոքրը կարող է գոյություն չունենա, վերցնում ենք ինֆինիմը։ Ուրեմն ինչի է սենց, որովհետև եթե այս հեռավորությունը լինի 0, եթե այս հեռավորությունը 0 է, եթե dx-ը հավասար է 0-ի, ապա քանի որ ինքնուրույն է, գոյություն ունի y-ն հաջորդականություն f-ից, որ զուգամիտում է x-ին, այսինքն որի հեռավորությունը x-ից ձգտում է 0-ի, հետևաբար y-ն զուգամիտում է x-ին։ Բայց քանի որ նույնպես տանես իհարկե պետք է ասեի, որ x-ը չի պատկանում f-ին, որը չի պարունակում x-ը։ Բնականաբար եթե x-ը f-ից է, հեռավորությունը կլինի 0։ Միատոնից, եթե ունենք x կետ եւ f փակ բազմություն, որը x-ը չի պարունակում, ապա հեռավորությունը x-ից f մեծ է 0-ից։ Ինչի, որովհետև եթե հավասար լինի 0-ի, ապա y-ը կզուգամիտի x-ին, ինչ որ մի y-ը կզուգամիտի x-ին, բայց քանի որ f-ը փակ է, տեղից կարող ենք եզրակացնել, որ x-ը պատկանում է f-ին։ Այսինքն ցանկացած x կետի համար հեռավորությունը ցանկացած փակ բազմությունից մեծ է 0-ից։ Հիմա անում ենք հետևյալը։ Վերցնում ենք ուրեմն ցանկացած x կետ f1-ից, սրա հեռավորությունը x2-ից, այք ես բանստեղ, ամեն անգամ ես մոռացել եմ, որ f1-ը, նականաբար ստեղ f1-ը f2-ի հետ պետք է հատում չունենա։ Սրա հեռավորությունը f2-ից մեծ է 0-ից, վերցնում ենք հետևյալ երկու բազմությունները, x-ի շուրջ, ուրեմն եկեք նկարենք, այս x կետն է, այս էլ f2 բազմությունն է, վերցնում ենք հեռավորությունը, բաժանում ենք 3-ի օրինակ, ու նայում ենք սրա շուրջ 1/3 շարավորող բուն, իսկ f2-ի շուրջ այն բոլոր կետերը, որոնց հեռավորությունը f2-ից չի գերազանցում x-ի և f2-ի հեռավորության 1/3-ը։ Այսինքն նայում ենք հետևյալ բազմությունները։ Նայում ենք OX-ը, որը հավասար է ny կետերին s-ից, այսինքն OX-ը պարզապես գունդ է, իժուր են ստան եսկար գրում, OX-ը այդ x կենտրոնով և 1/3 dx հեռավորության գունդ է, սրա անդրում ենք dx, իսկ gx-ը այդ n կետերն s-ից, որոնց հեռավորությունը f2-ից չի գերազանցում 1/3 dx-ը։ Այսինքն ինչ որ նկարված է ստեղ։
Բայց պնդում եմ, եթե ես վերցնեմ J1-ը հավասար է միավորում OX-ի, որտեղ X-ը պատկանում է F1-ին, եւ J2-ը միավորում J-X-երի միավորում, ստավիվ ճիշտ եմ ասում, միավորում, այստեղ կաստրեմ, այս ապատությունը ծխալ կա, որտեղ ես վերցնում միավորում J-X-երի միավորումը, ապա ինքը կարող է հատվի այս մյուս OX-ների հետ։ Մեկ իզբան։ Շատ լավ, եկեք այս հատկությունը ես համոզված եմ ճիշտ է, ուղղակի ինչ-որ մի բան եկեք չվերջացնեմ ստեղ ապացույցը, մոտարապես այս ձևով է արվում, բայց այս ապացույցը կոնկրետ սխալ է, որովհետև ուզում եմ վերցնել միավորումը այս բոլոր x-երի համար, բայց ակնհայտորեն այս տարբեր j-x-երին համապատասխանող բաները, բազմությունները կարող են հատվել։ Մի խոսքով, թողնենք սենց, կամ ինքնուրույն փորձեք անել, եթե ինքնուրույն չստացվեց, հաջորդ անգամ միասին գնայինք, բայց կոնկրետ այս ապացույցը սխալ է։ Հատկությունը ճիշտ է, ապացույցը փաստորեն սխալ է պարունակում, գնայինք հաջորդ անգամ, որպեսզի իրական ժամանակն զբաղանք չզբաղվենք։ Ուրեմն եւս երկու հատկություն կար, հաշվելիության առաջին եւ երկրորդ աքսիոմները։ Ուրեմն հիշեցնեմ, որ S-ը բավարարում էր հաշվելիության առաջին աքսիոմին, ըստ սահմանման այս նշանակում է, որ ցանկացած կետ ունի իր շրջակայքերի հաշվելի հենք։ Գոյություն ունի շրջակայքերի հաշվելի հենք։ Եվ S-ը բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին, ըստ սահմանման նշանակում է, որ տոպոլոգիան ունի հաշվելի հենք։ Մեզ քիչ թե շատ բոլոր հասկացություններն էին, որ մենք տեսել էինք նախորդ անգամ։ Կա նաև բաժանելիության հասկացությունը, S-ը բաժանելի է, նույնն է ինչ որ մետրիկական տարածությունների համար գոյություն ունի թիվ հաջորդականություն։ Գոյություն ունի թիվ հաջորդականություն։ Մենք մոտավորապես սրանով ավարտեցինք նախորդ դասախոսությունը։ Ուրեմն այսօր ուսումնասիրելու ենք մի հասկացություն, որը մի քիչ абստրակտ է, կոչվում է ցանցեր եւ դրա հետ կապված որոշ հատկություններ, բայց տոպոլոգիական տարածությունների բaragայում դա անհրաժեշտ է, որովհետեւ հաջորդականությունները բավարար չեն։ Այսինքն ցանցը հաջորդականության հասկացության ընդհանրացումն է, բայց տոպոլոգիական տարածությունների բaragայում անհրաժեշտություն է, որովհետեւ իդեով հնարավոր չի։ Ուրեմն ցանցեր եւ զուգամիտություն։ Ուրեմն ինչ էր հաջորդականությունը։ Հաջորդականություն մենք սովոր ենք ասել, որ
ինչ որ տարեր են, որը գրված է մեկը մյուսի հետևից համարակալված x1, x2, x3 եւ այլն։ Եվ ինչ էր ենթահաջորդականությունը։ Ենթահաջորդականությունը այն էր, ինչ որ ստացվում է այս հաջորդականությունից, երբ որոշ անդամներ մենք ջնջում ենք։ Այսինքն ինչ է նշանակում, որ եթե վերցնենք այս հաջորդականությունը, ինչ որ անդամներ ջնջենք, ապա կստանանք նոր հաջորդականություն, որ ասենք, որի անուն մենք կդնենք y1, y2, ու ասենք, որ այս առաջին հաջորդականության ենթահաջորդականությունն է։ Այս նույն բանը մենք ուրիշ ձևով կարող ենք ասել։ Մենք կարող ենք վերցնել հաջորդականություն ու ասենք, որ y-ը ասենք ինչ որ հաջորդականություն ենք x-n ու ասենք, որ y-n-ը x-n-ի ենթահաջորդականություն է, եթե տեղի ունի հետևյալը, եթե գոյություն ունի ինչ-որ մի phi ֆունկցիա, որը գնում է բնական թվերից բնական թվեր, աճող, և ինչ ենք ուզում լինի, ուզում ենք, որ ցանկացած n-ի համար, եթե մենք վերցնում ենք x-ը pn ինդեքսով, ապա պետք է ստացվի y-ը։ Մեկին համապատասխանում է ստեղ երկուսը, երկուսին համապատասխանում մի հատ ուրիշ թիվ եւ այլն։ Այսինքն x-ի մեծ բոլոր անդամները չեն հետաքրքրում միայն նրանք, ովքեր գտնվում են այս phi-ի պատկերի մեջ, ու x-ը pn ինդեքսով այդ նույնն է ինչ որ y-ն է։ Ուրեմն հաջորդականությունը արտապատկերում էր n-ից հաջորդականությունը արտապատկերում էր n-ից x, n-ից s, մեկից մի հատ էլ գրենք, որ x-n-ը ես կարող եմ դիտարկել որպես արտապատկերում, ասենք psi, որը գնում է n-ից s։ Եվ ենթահաջորդականությունը սա էր, ինչ-որ մի phi ֆունկցիա ենք վերցրել, որը աճող է, և x-n-ը հավասար է y-n-ի։ Հիմա տոպոլոգիական տարածությունների մեջ կարող են լինել օրինակներ, որոնք զուգամիտող հաջորդականություն ընդհանրապես չունեն, բացի հաստատուն հաջորդականություններից։ Եկեք օրինակ նայենք։ Այս օրինակը նախորդ անգամ ուսումնասիրել էինք, ուսումնասիրել դեպս հիշատակել էինք։ Վերցնում ենք 0,1 հատվածը եւ ասում ենք, որ տոպոլոգիան կազմված է բոլոր հետևյալ տեսք ունեցող բազմություններից։ Վերցնում ենք 0,1 հատվածը եւ սրանից անում ենք ցանկացած a բազմություն, որտեղ a-ն վերջավոր է կամ հաշվելի։ Այս մտնում որ այս տարածության մեջ նախ հեշտ է ստուգել, որ այն ինչ որ ստացվել է, այն ինչ որ գրված է այստեղ իրոք տոպոլոգիա է։ Հիմա ցույց տանք, որ հաջորդականություն չի կարող զուգամիտել, եթե ինքը հաստատուն չի։ Վերցնենք ինչ հաջորդականություն էսից ու ենթադրենք, որ այս հաջորդականությունը զուգամիտում է ինչ որ կետի։ Հիմա ինչ է նշանակում x-ի շրջակայք։ X-ի շրջակայք նշանակում է այս բազմությանը պատկանող եւ x-ը պարունակող ցանկացած բազմություն։ Հիմա վերցնենք հետեւյալը։ Վերցնենք հետեւյալ j բազմությունը, որը հավասար է 0,1-ից անում ենք n բոլոր x-ները, որոնք տարբեր են x-ից։ Այսինքն, եթե այս x-ների մեջ ինչ որ որոշ անդամներ հավասար են x-ի, նրանց չենք անում, բոլոր նրանք, ովքեր տարբեր են x-ից, անում ենք։ Հիմա ենթադրենք, թե այս հաջորդականությունը նվարկենք գրեց ստեղ։ Ուրեմն վերցնում ենք x-ն հաջորդականությունը, ես չէի ուզում ասել, որ ինքը զուգամիտում է x-ին։
չէ, ոչ թե չէ, ուզում ասեմ զուգամիտում ես, ենթադրում ենք, որ ինքը ունի սահման, հետեւաբար զուգամիտումը ինչ որ մի x կետի։ Մեծ մտնում որ սա նման բան տեղի ունենալ չի կարող։ Վերցնում եմ j բազմությունը, որը որտեղ 0,1-ից անել եմ x-ն հաջորդականության n անդամները, որոնք x-ից տարբեր են։ Հիմա ինչ է նշանակում զուգամիտում է։ Նշանակում է, որ ցանկացած շրջակայքի համար, եկեք այստեղ վերհիշենք, ուրեմն սա նշանակում է, որ ցանկացած շրջակայքի համար գոյություն ունի n, այնպես որ ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից, xn-ը պատկանում է այդ շրջակայքին։ Ցանկացած o բազմության համար, o բազմության համար, ես կարող եմ գտնել այնպիսի n, որ ցանկացած փոքր n-ի համար սրանից մեծ xn-ը պատկանում է սրան։ Հիմա վերցնում եմ on հավասար է j-ի։ Այս ինչ է նշանակում։ Նշանակում է, որ գոյություն ունի n, այնպես որ ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից, xn-ը պատկանում է j-ին։ Բայց եթե xn-ը պատկանում է j-ին, ապա xn-ը պետք է հավասար լինի x-ի։ Որտեղ j-ի մեջ միակ անդամը, որը կարող է հավասար լինի xn-ին, այդ x-ն է։ Այսինքն ստեղից ստանում ենք, որ ցանկացած n-ի համար, որը մեծ է n-ից, x-ն հավասար է x-ի։ Այսինքն միայն ինչ որ մի կետից սկսած հաստատուն հաջորդականությունները կարող են զուգամիտել։ Այսինքն այս տարածության մեջ չկան զուգամիտող հաջորդականություններ, բացի հաստատուն հաջորդականություններից։ Հիմա դրա համար ներմուծում ենք հետևյալ սահմանումը, հաջորդականությունների փոխարեն նայելու ենք ցանցերը։ Սահմանում։ Ուրեմն դրա համար նախ մեզ պետք է ուղղորդված բազմության հասկացությունը։ Ուրեմն կասենք, որ in ուղղորդված բազմություն է։ Ըստ սահմանման, այս նշանակում է, որ i վրա ուրեմն in մասնակիորեն կարգավորված է։ Կարգավորված է։ Եվ ցանկացած ալֆա բետայի համար i-ից գոյություն ունի գամմա i-ից, որը երկուսից էլ մեծ է։ Ալֆան փոքր է գամմայից եւ բետան փոքր է գամմայից։ Ուրեմն ուղղորդված բազմությունը այդ մասնակիորեն կարգավորված բազմությունը, այսինքն i-ի վրա կա մասնակի կարգ, դուք հիշում եք ինչ է նշանակում, ու բացի դրանից եւս մի հատկություն կա, ինչ երկու տարել ընտրեմ, ապա կարող եմ ընտրել երրորդը, որը երկուսից էլ ավելի մեծ է։ Ուրեմն վերջացնեմ սահմանում, հետո օրինակ կնայենք, բարձ կդառնա ինչ է տեղի ունենում։ Ուրեմն երկրորդը այդ ցանցի հասկացությունն է։ Ուրեմն ցանկացած արտապատկերում, եթե ունենք i ուղղորդված բազմությունը, ուրեմն ուղղորդված բազմություն, եւ նայում եմ phi արտապատկերումը, կամ եկեք psi գրենք, նախորդ անգամ psi էի գրել, psi արտապատկերումը i-ից s։ Ուրեմն սա կոչվում է ցանց s-ում։ Ուրեմն հաջորդականությունների օրինակի պես մենք ցանցերը կնշանակենք x ալֆայով, որտեղ ալֆան պատկանում է մեր i ուղղորդված բազմությանը։ Եկեք օրինակներ նայենք, հասկանանք ինչի մասն է այս ամեն ինչը։ Օրինակ,
Նախ նայենք օրինակ ուղղորդված բազմության։ Վերցնենք ցանկացած օրինակ վերցնենք բնական թվերը եւ նայենք բնական թվերի վերջավոր ենթաբազմությունները։ Այսինքն ցանկացած բազմության համար ուղղակի մեզ համար այս օրինակն է կարևոր։ Ես կգամ որ սա ցանց է։ Այսինքն եթե նայում եմ բոլոր բաները, սրանք դնում եմ i ու սա կլինի ցանց։ Ներողություն, ցանց չէ, ուղղորդված բազմություն։ Ուղղորդված բազմություն։ Այսինքն որն է այս բազմության վրա կարգը, այդ սովորական համեմատությունն է երկու բազմությունների։ Եթե ունենք ալֆայի բետայից, այսինքն եթե ունենք բնական թվերի ցանկացած երկու վերջավոր ենթաբազմություն, ապա ասենք որ a-ն փոքր է բետայից, ըստ սահմանման, եթե ալֆան փոքր է բետայից, եթե ալֆան ընկած է բետայի մեջ։ Պարզ է որ այս մասնակի կարգ է եւ ակնհայտ է նաեւ որ այս երկրորդ հատկությունն էլ կա, պարզապես կարող եմ վերցնել այս երկու բազմությունների միավորումը։ Այսինքն ցանկացած բազմության վերջավոր ենթաբազմություններ կազմում են ուղղորդված բազմություն։ Եկեք երկրորդ օրինակը նայենք։ Վերցնում ենք ցանկացած տոպոլոգիական տարածություն եւ ինչ որ մի կետ եւ նայում ենք այս կետի բոլոր շրջակայքերը։ Այդ մենք նշանակել ենք nx-ով։ Այսինքն բոլոր j բաց բազմությունները, որոնք պարունակում են x-ը։ Սա նույնպես ուղղորդված բազմություն է։ Առաջարկում եմ էլի նույն բանով, այսինքն նույն բանով չէ իհարկե, կասենք որ j1-ը ավելի փոքր է քան j2-ը, ըստ սահմանման, այս անգամ արդեն հակառակը, j2-ը պետք է ընկած լինի j1-ի մեջ։ Այս բազմությունը նույնպես ուղղորդված բազմություն է։ Հիմա տեսնենք երրորդ օրինակը նայենք։ Ես կգամ որ ցանկացած տոպոլոգիական տարածության համար եւ ցանկացած կետի համար կա այդ կետին զուգամիտող ցանց։ Բայց զուգամիտության մասին դեռ չենք խոսել, ուրեմն սահմանում Մենք ասենք որ x ալֆա ցանցը զուգամիտում է x-ին, ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած բաց բազմության համար, որը պարունակում է x-ը, գոյություն ունի բետա, մեր ուղղորդված բազմությունից, այնպիսին, որ ցանկացած ալֆայի համար ուղղորդված բազմությունից, եթե ինքը ավելի մեծ է քան բետան, եթե բետան փոքր է ալֆայից, ապա x ալֆան պատկանում է j-ին։ Նույն սահմանում է ինչ-որ հաջորդականությունների համար։ Հաջորդականությունների համար ինչ էինք ասում։ Ասում ենք ցանկացած ասում ենք ցանկացած բաց բազմության համար, որը պարունակում է x-ը, գոյություն ունի n թիվ, այնպես որ ցանկացած փոքր n-ի համար, որը մեծ է n-ից, անպատասխան հաջորդականության անպատասխան անդամը պատկանում է մեր բաց բազմությանը։ Ուրեմն
ցանցերի համար նույն հատկությունն է, պարզապես ասում ենք, որ ոչ թե գոյություն ունի n բնական թիվ, այլ գոյություն ունի տար ցանցից, որ ցանկացած ուրիշ տարի համար, որը ավելի մեծ է, անպատասխան անդամը պատկանում է այդ բազմությանը։ Այսինքն այս զուգամիջությունը ցանցերի համար։ Հիմա եկեք ցույց տանք, որ ցանկացած եթե ունենք տոպոլոգիական տարածություն եւ ունենք x կետ, ապա գոյություն ունի ցանց, գոյություն ունի x ալֆա, այնպեսին, որ x ալֆան զուգամիտում է x-ին, ընդ որում չեմ ուզում, որ լինի հաստատում։ Այսինքն վերցնում են ոչ տրիվիալ տոպոլոգիա, բնականաբար եթե վերցնեմ տրիվիալ տոպոլոգիա, այլի կլինի հաստատում հաջորդականություն մեջ, վերցնում են ոչ տրիվիալ տոպոլոգիա, այսինքն որի համար գոյություն ունեն միանցից տարբեր անվերջ թվով շրջակայքեր x-ի։ Վերցնում եմ իմ ցանցը, ուղղորդված բազմությունը in կլինի շրջակայքերը x-ի եւ ցանկացած շրջակայքի համար, եթե ունենք ալֆա, որը պատկանում է in, ես ենթադրում եմ, որ ալֆա հանած x-ը դատարկ չի, այսինքն ես մեր շրջակայքերը բացի x-ից ինչ-որ ուրիշ անդամներ ունեն, ուրեմն ցանկացած ալֆայի համար վերցնում եմ տար, որը պատկանում է ալֆա հանած x-ին։ Այսինքն ամենատրվիալ օրինակը, իրական բան չեմ անում, պարզապես ուզում եմ ցույց տալ, որ ցանկացած տոպոլոգիական տարածության համար, որը ունի կետ ոչ տրիվիալ շրջակայքերի բազմությամբ, կարող եմ կառուցել ոչ հաստատուն ցանց, որը զուգամիտում է դրան։ Հիմա ես ընդունում եմ, որ n ինչ որ ստացվեց, այս ալֆա x-ը, նախ ցանց է, որովհետև արդեն մենք գիտենք այս նախորդ օրինակից, որ շրջակայքերի բազմությունը ցանց է, եւ ես մտնում եմ, որ այս ցանցը զուգամիտում է x-ին։ Ինչ է զուգամիտում x-ին, դե վերցնենք ցանկացած j շրջակայք, վերցնենք ցանկացած j տոպոլոգիայից, որը պարունակում է x-ը։ Այսինքն իրականում է j-ն պատկանի է x-ին, j-ն կլինի x-ի շրջակայք։ Հիմա ես կարող եմ վերցնել այս շրջակայքի համար, ինչ պետք է անել, պետք է ես գտնեի բետա, ես ասում որ իմ բետան հենց հավասար է j-ին։ Ճիշտ է, մեր ինդեքսները, այս ալֆաները, հենց շրջակայքերն են։ Վերցնում եմ այդ շրջակայքը, ցանկացած, ինքը պատկանում է սրան, վերցնում եմ այս բետան, որ ես պետք է գտնեմ, հենց հավասար է j-ին։ Հիմա եթե ես վերցնեմ ցանկացած ալֆա, վերցնենք ցանկացած ալֆա x, որը ավելի մեծ է, քան բետան, բայց ես ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ ալֆան ընկած է բետայի մեջ, այսինքն ալֆան ընկած է j-ի մեջ։ Հետևաբար x ալֆան էլ ընկած կլինի j-ի մեջ, քանի որ ըստ կառուցման x ալֆան չէ, ալֆա x-ը։ Երբ ես ինչ եմ գել այստեղ ալֆա x, ճիշտ է նշանակել x ալֆա, նորից այստեղ x ալֆա։ X ալֆան պատկանում է ալֆա հանած x-ին։ Չգիտեմ, պարզ է թե չէ ինչ եմ ասում, բայց իրականում շատ պարզ բաների մասին ենք խոսում։ Մենք ունենք ուղղորդված բազմություն, այդ բոլոր շրջակայքերն են։ Յուրաքանչյուր շրջակայքի համար վերցրել եմ մի տար x ալֆա, որը x-ից տարբեր տար է ալֆայից, ենթադրում եմ, որ դատարկ չի։ N ինչ որ ստացվել է,
ցանց է, որը զուգամիտում է x-ին։ Այսինքն մի տարբերություն այս օրինակի, որտեղ չկային զուգամիտող հաջորդականություններ, եւ ցանկացած x-ի համար կարող եմ կառուցել ցանց x-ից տարբեր, որը զուգամիտում է x-ին։ Այսինքն զուգամիտող հաջորդականություններ կարող են չլինել ընդհանրապես, բացի հաստատումներից, բայց զուգամիտող ցանցեր, ինչքան ասեք։ Այսինքն ցանցը ուղղակի ինչ որ հասկացություն է, որը ընդհանրացնում է հաջորդականության հասկացությունը ու անհրաժեշտ է որոշ դեպքերում տոպոլոգիական տարածությունների հետ գործունեելու համար։ Հիմա եկեք եւս մի սահմանում ներմուծենք։ Այդ ենթացանցի սահմանումն է, հասկացությունն է, սահմանում։ Ուրեմն ինչ է նշանակում ենթացանց։ Ասենք որ եկեք նայենք այս հաջորդականության համար ինչ արեցինք։ Հաջորդականության համար ընդհանրապես ցանցերի հետ գործունեալիս պետք է նայել թե ինչ են տեղի ունենում հաջորդականությունների համար, որոնց համար մենք ունենք ինտուիցիա, ու փորձել նույն բանը անել ցանցերի համար։ Ուրեմն ենթահաջորդականությունը մենք ոնց վերաձևակերպեցինք, ասեցինք այդ արտապատկերում է n-ից n, հիմա ստեղ այս n-երը պետք է փոխարինեմ ուղղորդված բազմություններով, նենց որ տեղի ունի s, եւ բացի դրանից ես ասել եմ, որ փին աճող է, այսինքն փին ձգտում է անսահմանությամբ, փին չի կարող հաստատում լինի։ Եկեք այդ բոլոր հատկությունները հիմա մի հատ նորից գրենք, ոչ թե նորից գրենք, այլ փորձենք վերաձևակերպել ցանցերի համար։ Ուրեմն ես ունեմ x ալֆա, որտեղ ալֆան պատկանում է ինչ-որ մի հատ i ուղղորդված բազմության ցանցը։ Ունեմ նաև y բետա ցանցը, որտեղ բետան պարունակում է ինչ-որ մի ուրիշ բազմության, անունը դնենք g։ Ես ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում, որ այս y բետան x ալֆայի ենթացանցն է։ X ալֆայի ենթացանց է։ Ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը։ Ուրեմն պետք է գոյություն ունենա phi արտապատկերում, որը ուր է գնում է g-ից i, այնպիսին, որ ցանկացած բետայի համար g-ից, եթե ես վերցնում եմ x phi բետան, ապա այս պետք է ստացվի y բետան։ Այս այդ նույն հատկությունն է, ինչ որ նախորդ անգամ արտապատկերում է ենթացանցի ինդեքսներից ցանցի ինդեքսների մեջ, ուղղակի հաջորդականությունների դեպքում այդ նույն բազմությունները n-ն էր։ Ուրեմն գոյություն ունի phi արտապատկերում ենթացանցի ինդեքսներից ցանցի ինդեքսների մեջ, այնպիսին, որ եթե ես վերցնեմ x-ը phi-ի պատկերում, ապա ստացվում է համապատասխան y բետան։ Բայց այս բավարար չի, որտեղ ես ունեի եւս մի պայման։ Ստեղ մենք ունեինք եւս մի պայման, այդ էներ, որ phi-ն աճող է։ Հիմա ստեղ աճող հասկացություն չենք կարող ասել, քանի որ սրանք մասնակիորեն կարգավորված բազմություններ են, բայց մեզ աճելու հատկությունը պետք չի, մեզ պետք է անսահմանության ձգտելու հատկությունը։ Ոնց է ձևակերպում։ Ուրեմն ցանկացած ալֆայի համար ցանցից գոյություն ունի, ոչ թե ցանցից, այլ ուղղորդված բազմությունից, գոյություն ունի բետա g-ից, այնպիսին, որ ցանկացած բետա շտրիխի համար g-ից, որը մեծ է ալֆայից, համապատասխան տարը, մի րոպե, բետա շտրիխի համար, որը մեծ է բետայից, համապատասխան տարը ավելի մեծ է, քան ալֆան։ Դրանց ենթացանցի հասկացություններ։ Արդյոք սահմանման մակարդակով ինչ որ հարցեր կան։
ի արտապատկերումը i-ից j է գնում, թե j-ից i։ Ուրեմն phi արտապատկերումը գնում է j-ից i։ Լավ չեմ գրել։ Phi արտապատկերումը գնում է j բազմությունից, նախ եկեք կարմիրով գրեմ i բազմություն։ Երկուսն էլ ուղղորդված բազմություններ են։ Ուրեմն առաջինը այդ մեր ենթացանցի ուղղորդված բազմությունն է, երկրորդը մեր ցանցի ուղղորդված բազմությունն է։ Հիմա մի հատ տեսնենք, թե ընդհանրապես ցանցերի հետ որն է տարբերությունը ենթահաջորդականության եւ ցանցի, ենթացանցի, որովհետեւ հաջորդականությունը նույնպես ցանց է, չէ՞, մենք վերցրել ենք n բնական թվերի բազմությունը ու կառուցել ենք համապատասխան հաջորդականությունը։ Եկեք օրինակ նայենք։ Մեր ինտուիցիան ինչ է ասում հաջորդականությունների համար։ Հաջորդականությունների համար ասում որ եթե ինչ-որ մեկը ենթահաջորդականություն է, ապա ինքը կոպիտ ասած ավելի փոքր թվով տարրեր, ոչ թե ավելի փոքր թվով, այլ իր տարրերը ավելի քիչ են, քան թե մեր հաջորդականության տարրերը, որտեղ հաջորդականությունից որոշ անդամներ մենք մի կողմ ենք գցել։ Այսինքն ենթահաջորդականությունը ինչ որ իմաստով ասում է, որ մի մասը մոռացել ենք անդամների։ Ենթացանցերի համար այդ տեղ չի։ Եկեք նայենք հետևյալ էլի տրիվիալ օրինակը, բայց ինչ-որ բան ուսույն բարձրաբանում է։ Նայում ենք ցանկացած հաջորդականություն, հաջորդականությունը նույնպես ցանց է, ճիշտ է։ Մենը պատկանում է n-ի, այս հաջորդականությունը հետևաբար ցանց։ Հիմա ես վերցնում եմ i կամ j բազմությունները, j բազմությունը, որը բնական թվերի վերջավոր ենթաբազմություններն են։ Ուրեմն ցանկացած ալֆային ցանկացած ալֆայի համար j-ից ես վերցնում եմ ինչ որ տար x ալֆա s-ից այսինքն ոչ թե ինչ որ տար ես բարձրապես կառուցում եմ բան ցանց x ալֆա հետևյալ ձևով բարձրապես ասում եմ x ալֆան հավասար է x n k, որտեղ ես վերցրել եմ ալֆան հավասար է n1 nk, ընդ որում nk-ն ամենամեծն է։ Այսինքն տրվյալ օրինակ է, ոչ մի բան չեմ արել։ Ես պարզապես ասում եմ, որ S իմ հաջորդականությունն է տրված, ես վերցնում եմ S ուղղորդված բազմությունը ու կառուցում եմ հետևյալ ցանցը x ալֆան հավասար է x ալֆա, սահմանում եմ հետևյալ ձևով, x ալֆան հավասար է x nk-ի, որտեղ nk-ն այս ինդեքսներից ամենամեծն է։ Պարզե որ այս բազմության այս x ալֆաները հենց լրիվ նույն բազմությունն է ինչ որ x-ները, բայց ֆորմալ առումով այս x ալֆան x-ի ենթացանցն է։ Այսինքն ենթացանցերը պարզվեց չի, որ իրանք ունենան ավելի քիչ թվով տարրեր, քան թե ցանցերը։ Այստեղ կա անհայմատ չէ, էլի հաշվելի է բնականաբար, քան որ այս բազմությունը հաշվելի է, այն ինչ որ գրված այստեղ հաշվելի է։ Այստեղ այս հաշվելի է։ Բայց այս ցանցը ավելի քիչ տարրեր չունի, քան թե մեր ենթացանցը ավելի քիչ տարրեր չունի, քան թե մեր ցանցը։ Շատ լավ, մի խոսքով, այս պարզապես ցույց տալու համար, որ ենթացանցերը եւ ենթահաջորդականությունները մի քիչ տարբերվում են իրարից, ենթացանցը կարող է ավելի շատ տարրեր պարունակի, այս տրվյալ օրինակ է նույն թվով տարրեր, նույն
բազմությունն է ստացվել, բայց ըստ ընդհանրապես կարող է ավելի շատ տարեր պարունակի, քան թե ցանցը։ Այդ իմաստով տարբերում են հաջորդականություններից։ Լավ, հիմա ինչի է ամեն ինչը մեզ պետք։ Ուրեմն մենք արդեն տեսանք զուգամիտության հասկացությունը, մի հատ նայենք կուտակման կետի հասկացությունը։ Ուրեմն սահմանում ուրեմն ենթադրենք ունենք ինչ-որ x ալֆա ցանցը, նույնն է ինչ-որ հաջորդականությունների համար։ X ալֆան ինչ-որ ցանց է, կասենք, որ x-ը կուտակման կետ է, եթե տեղի ունի հետևյալը, ցանկացած ու-ի համար, ցանկացած j-ի համար տոպոլոգիայից, որը պարունակում է x-ը, եւ ցանկացած ալֆայի համար x, գոյություն ունի բետայից, այնպիսին, որ ինքը ավելի մեծ է, քան ալֆան, եւ x բետան պատկանում է j-ին։ Այսինքն ես վերցրեցի, եթե մենք նայենք, թե սա ինչ կտար հաջորդականությունների համար հենց այդ նույն բանն է տալիս։ Վերցրել եմ ցանկացած շրջակայք x-ի եւ ցանկացած n բնական թիվ, ես ուզում եմ գտնել n' բնական թիվ, որը ավելի մեծ է սրանից, եւ ընկած է այս շրջակայքում։ Հիմա եկեք այս նույն բանը վերաձևակերպենք ցանցերի լեզվով։ Ուրեմն ես պնդում եմ, որ ճիշտ է հետևյալը։ Մի քանի հատկություն։ Ուրեմն առաջինը վերաբերվում է բազմությունների փակմանը։ Ենթադրենք ունենք a ենթաբազմություն s-ից, ապա կարող ենք ասել հետևյալը, որ a-ի փակումը, հիշեցնեմ, որ a-ի փակումը այդ ամենափոքր փակ բազմությունն է, որ պարունակում է a-ն։ Ուրեմն x-ը պատկանում է a-ին, a-ի փակմանը, այն եւ միայն այն դեպքում, երբ գոյություն ունի ցանց a-ից, որ զուգամիտում է x-ին։ Ուրեմն երկրորդ հատկությունը կուտակման կետերի վերաբերյալ, ուրեմն x-ը x ալֆայի կուտակման կետ է, այն եւ միայն այն դեպքում, երբ գոյություն ունի ենթացանց, գոյություն ունի y բետա ենթացանց, որը զուգամիտում է x-ին։ Ուրեմն այս հատկությունները ես չեմ հիշում, մենք ապացուցել ենք մետրիկական տարածությունների համար թե ոչ, բայց շատ հեշտությամբ ապացուցում են մետրիկական տարածությունների համար։ Հիմա ոնց եմ ես սովորաբար անում ցանցերի դեպքում։ Իհարկե այս դեպքում այդ անելու կարիք չունեմ, բայց եկեք հասկանանք, թե ոնց կարող ենք ապացույց ինչ-որ կառուցել ցանցերի համար։ Ես վերցնում եմ նույն հատկությունը հաջորդականությունների համար եւ մետրիկական տարածությունների համար, գրում եմ դրա ապացույցը այդ դեպքում, հետո փոխարինում եմ հաջորդականությունները ցանցերով։ Եկեք ասենք օրինակ a-ի համար այդ բանը անենք։ Ու պարզ կդառնա, որ իրականում բարդ չի։ Ինչ եմ ես ուզում ապահովել, պատկերացնենք S-ը մետրիկական տարածություն է։ Ես ուզում եմ ապահովել, որ x-ը
պատկանում է i փակմանը, այն եւ միայն այն դեպքում, երբ գոյություն ունի x-n հաջորդականություն i-ից, որը զուգամիտում է x-ին։ Եկեք օրինակ մի ուղղությամբ վերցնենք, ասենք վերցնենք այս ուղղությունը։ Իստանք, որ եթե պատկանում է i փակմանը, ապա գոյություն ունի հաջորդականություն, որը զուգամիտում է x-ին։ Եվ ո՞նց պետք է անենք։ Վերցնում ենք ցանկացած n բնական թիվ, ու նայում ենք x կենտրոնով եւ 1/3 շարավղով բաց գունդը։ Եթե սա i-ի հետ հատում չունի, ապա x-ը չի պատկանում i-ի փակմանը, որովհետեւ ես կվերցնեմ s-ից կհանեմ բաց գունդը, s-ից կհանեմ այս բաց գունդը, ստանամ փակ բազմություն, որը պարունակում է an։ Եկեք մի հատ նկարենք ավելի պարզ կդառնա։ Ուրեմն ես ունեմ a բազմությունը, ու վերցրել եմ ինչ-որ մի x կետ, որը փակումից է i-ի։ Հիմա եթե ինչ-որ մի n-ի համար այս գունդը հատում չունի i-ի հետ, bx 1/3, եթե այս գունդը i-ի հետ հատում չունի, ապա այս գնդի լրացումը, այսինքն n ինչ-որ գտնում է գնդից դուրս, անպարունակող փակ բազմություն է, հետեւաբար այս կետը չի կարող i-ի փակման մեջ լինել։ Այսինքն, եթե x-ը պատկանում է i-ի փակմանը, եթե x-ը պատկանում է i-ի փակմանը, ապա ցանկացած n-ի համար bx 1/3 գուտը i-ի հետ հատում ունի։ Հետեւաբար պարունակում է ինչ-որ մի x-n կետ։ Ես ստացա x-n հաջորդականություն, այնպիսին, որ հեռավորությունը x-n-ից x փոքր է 1/3-ից։ Հետեւաբար x-n-ը պատկանում է բնականաբար այս բանին։ X-n-ը պատկանում է bx 1/3-ի եւ i-ի հատման, այսինքն x-n-ը ընկած է i-ի մեջ եւ հեռավորությունը ձգտում է 0-ի, հետեւաբար x-n-ը զուգամիտում է x-ին։ Այսինքն ցույց տվեցինք, որ եթե x-ը պատկանում է i-ի փակմանը, ապա գոյություն ունի հաջորդականություն i-ից, որը զուգամիտում է x-ին։ Հիմա ստեղ ի՞նչն էր տարբերությունը։ Այս տարբերությունն էր, որ տոպոլոգիական տարածություններ, որ ստեղ տոպոլոգիական տարածություններում այս բանը չեմ կարող գրել։ Բայց կարող եմ գրել շրջակայքը։ Ուրեմն եկեք բոլոր տեղերում շրջակայքերը, գնդերը փոխարինենք շրջակայքերով։ Ուրեմն եկեք նույն բանն եմ անում։ Հիմա արդեն տոպոլոգիական տարածության մեջ ուրեմն ունեմ S P տոպոլոգիական տարածությունը, ունեմ A բազմությունը S-ից եւ նայում եմ ինչ-որ մի x կետ, որը ընկած է i-ի փակման մեջ։ I-ի փակումը հիշեցնեմ ամենափոքր փակ բազմությունն էր, որ պարունակում էր an։ Կամ կարող ենք վերցնենք i-ի լրացումը, ներքնամասը եւ դրա լրացումը։ Կարող ենք վերցնել i-ի լրացումը, սրա ներքնամասը եւ սրա լրացումը։ Հիմա վերցնենք ցանկացած շրջակայք, ուրեմն j-ն պատկանում է, հիշեցնեմ, որ շրջակայքերը մենք նշանակել ենք nx-ով։ X կետի բոլոր շրջակայքերի բազմությունը նշանակել ենք nx-ով։ Եթե հանկարծ j-ն հատում չունի i-ի հետ, ապա i-ի փակումը պարտավոր է ընկած լինել j-ի լրացման մեջ։ Եթե նայում ենք օրինակ ես,
որտեղ եթե i-ի հետ հատում չունի, նշանակում է այս j-ն ընկած է i-ի լրացման ներքնամասի մեջ։ Հետևաբար i-ի փակումը կլինի j-ի լրացման մեջ։ Ուրեմն ինչ ենք եզրակացնում ենք, որ ցանկացած j շրջակայքի համար, x-ի j շրջակայքի համար հատումը դատարկ չի։ Այսինքն ցանկացած j-ի համար j հատում an պարունակում է ինչ-որ մի x j կետ։ Ես ստացա xj ցանցը։ Նայեք ցույց տանք, որ այս xj ցանցը զուգամիտում է x-ին։ Ինչ պետք է անենք, պետք է վերցնենք ցանկացած շրջակայք x-ից։ Ուրեմն վերցնենք o շրջակայքը։ Ես ինչ եմ ուզում եմ գտնել ինչ-որ մի տար այս ինդեքսների բազմությունից, որ ցանկացած ուրիշ տարի համար, որ դրանից մեծ է, համապատասխան x-երը լինեն o-ի մեջ։ Բայց պարզ է ինչ պետք է վերցնեմ։ Վերցնեմ հենց j0-ն կամ j շտրիխը հավասար է o-ի։ Այդ դեպքում ցանկացած j-ի համար nx-ից, եթե j-ն ավելի մեծ է քան j շտրիխը, այդ ինչ է նշանակում։ Հիշեցնեմ, որ ավելի մեծ շրջակայքերի համար մենք այս կարգը սահմանված է հետևյալ ձևով, որ j-ն ավելի մեծ է քան j շտրիխը, եթե j-ն ընկած է j շտրիխի մեջ։ Այսինքն ունեմ այս ինչ-որ x կետը, վերցրել եմ o շրջակայք, հենց իմ o-ն հավասար է j շտրիխի։ Եթե ես վերցնում եմ ցանկացած շրջակայք, որը ավելի մեծ է j շտրիխից, ապա ինքը պետք է ընկած լինի j շտրիխի մեջ, հետևաբար o-ի մեջ։ Ուրեմն ցանկացած j-ի համար, որը մեծ է j շտրիխից, ես ինչ կարող եմ ասել։ Ես գիտեմ, որ x-j-ն ըստ կառուցման ինքը պատկանում է j-ին։ Իսկ j-ն էլ ընկած է j շտրիխի մեջ, որը հավասար է o-ի։ Այսինքն ես ցույց տվեցի, որ կառուցված xj ցանցը զուգամիտում է x-ին։ Ուրեմն այս ցանցերի հետ հատկությունները շատ դեպքերում, այսինքն բոլոր ողջամիտ դեպքերում նման են հաջորդականություններին։ Այսինքն պետք է վերցնեք հաջորդականությունների համար ապացույցը ու տեսնեք, թե ինչ է պետք փոխել ցանցերի համար։ Հիմա չեմ ուզում ու այս ապացույցները են տեսակ են, որ ավելի հեշտ է ինքնուրույն անել, քան թե հետևել ինչ-որ մեկի ասածներին։ Դրա համար ես առաջարկում եմ կամ փորձեք ինքնուրույն անել, այս հակառակողությամբ, i-ի հակառակողությունը եւ բան, կամ էլ եթե չստացվի Ռիթ-Սայմոնի համապատասխան բաժնում ապացույցները կան։ Կարճ ապացույցներ են, պետք է ուղղակի հասկանաք, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն եւս մի թեորեմ ձևակերպեմ, բայց ելի առանց ապացույցի, որովհետեւ մի քիչ արդեն ժամանակ հաստորեն չունենք։ Ուրեմն թեորեմ էլի ցանցերի եւ տոպոլոգիաների մասին թեորեմ։ Եկեք նայենք երկու տոպոլոգիական տարածություն S-ը եւ T-ն, ունենք ֆունկցիա, որը գնում է S-ից T։ Հիշեցնեմ, որ ֆունկցիան մենք անվանել էինք անընդհատ, եթե ցանկացած բաց բազմության նախապատկերը S-ում բաց է։ Ոնց որ մետրիկական տարածությունների համար անընդհատությունը կարող ենք վերաձևակերպել, այսինքն մետրիկական տարածությունների համար անընդհատությունը կարող ենք վերաձևակերպել հաջորդականությունների լեզվով։ Նույն բանը ստեղ կարելի անել, բայց հաջորդականությունները պետք է փոխարինել ցանցերով։ Ուրեմն f
այս ֆունկցիան անընդհատ է, այն եւ միայն այն դեպքում, եթե ցանկացած x ալֆա ցանցի համար էսում, եթե ես գիտեմ, որ x ալֆան զուգամիտում է x-ին, ապա fx ալֆան, որը կլինի ցանց t-ում, զուգամիտում է fx-ին։ Ոնց են այս բանը ապացուցում, վերցնում գրում եք ապացույցը հաջորդականությունների համար, հետո նայում եք, թե ոնց կարող եք հաջորդականությունները փոխարինել ցանցերով։ Ոչ մի դժվար բան չկա, փորձեք անել, եթե չի ստացվում, Ռեյ Սայմոնի գրքում կարող եք նայել։ Եվս մի հատկություն արդեն Hausdorff-յան տարածությունների մասին, ուրեմն այս ինչ որ գրված է ստեղ ցանկացած տոպոլոգիական տարածության մեջ է ճիշտ։ Բայց եթե տարածությունը Hausdorff-յան չի, ապա ոչ մի դեռ չի հետևում, որ ցանցը ունի միակ սահմանը, որը արդեն բավական մեծ հակասության մեջ է մեր ինտուիցիայի հետ։ Դրա համար մեր տոպոլոգիական տարածությունները միշտ կլինեն Hausdorff-յան, որովհետև ճիշտ է հետևյալ հատկությունը, որ եթե S-ը Hausdorff-յան է, ապա ցանկացած ցանց ունի ամենաշատը մի սահման։ Ոնց որ հաջորդականությունը մետրիկական տարածության մեջ ունի ամենաշատը մի սահման, նույն ձևով ցանցը Hausdorff-յան տոպոլոգիական տարածության մեջ ունի ամենաշատը մի սահման։ Ուրեմն ապացույցը գրում ենք այս ապացույցները մետրիկական տարածությունների համար, հետո նայում ենք, թե ինչ է պետք փոխել։ Օրինակ, երկրորդի համար մետրիկական տարածության համար ոնց ենք անում, վերցնում ենք երկու, ասում ենք, որ ենթային երկու տարբեր սահման կա, վերցնում ենք այս սահմանների շուրջը գնդեր, շատվող գնդեր, ու ասում ենք, որ մեր հաջորդականությունը ինչ որ մի կետից սկսած պետք է լինի համստեղ, հետեւաբար հակասության են գալիս։ Նույն բանը անում ենք ստեղ։ Պարզապես ինքը լրիվ կարգավորված չի։ Բայց ունենք ուրիշ հատկությունի համար, որ ցանկացած երկու տարից կարող ենք ընտրել ավելի մեծ տար։ Ի մեջ ճիշտ է հետևյալ հատկությունը, որ ցանկացած ալֆա բետայի համար x գոյություն ունի գամմա x, որ ավելի մեծ է, քան այս երկուսը։ Այսինքն մենք ալֆայի բետայի մաքսիմում վերցնելու իրավունք չունենք, քանի որ բազմություն լրիվ կարգավորված չի, կարող է իրանք համատելի չլինել։ Բայց միշտ գոյություն ունենա տար, որը երկուսից էլ մեծ է։ Այս բանի շնորհիվ մետրիկական տարածությունների ապացույցը անցնում է նաև այս դեպքում։ Շատ լավ, այս ուրեմն ցանցերի մասին մի քիչ երկար տևեց, բայց ցանցերը հասկանալը անհրաժեշտ է, դրա համար պետք է այս բանը փորձել հասկանալ։ Հուսով եմ ցանցերի հասկացությունը արդեն այդքան բարդ չի թվում, ինչքան ամենասկզբում, երբ սահմանում դրեցի։ Ուրեմն կա եւս մի հասկացություն մետրիկական տարածություններից, այդ կոմպակտության հասկացությունն է։ Ուրեմն կոմպակտությունը շատ կարևոր է, ասենք երբ գիտեք արդեն օրինակ RN-ում կոմպակտների վրա անընդհատ ֆունկցիաներ ունեն մի շարք հատկություններ, որ ցանկացած բազմության վրա կարող է չունենալ։ Ուրեմն հիմա մենք փորձենք հասկանալ, թե ոնց են կոմպակտությունը ձևակերպում տոպոլոգիական տարածություններում, ուրեմն կոմպակտություն։ Նշենք
ինչ էինք անվանել, որ բազմություն էինք անվանել կոմպակտ վերջավոր չափանի նորմալորված տարածում, այսինքն օրինակ RN-ում։ Եթե an RN-ից ենթաբազմություն է, ապա մենք an ասել էինք կոմպակտ է, ըստ սահմանման, եթե an փակ է եւ սահմանափակ։ Ուրեմն մետրիկական տարածությունների համար այս երկու հասկացությունը իմաստուն են, փակ եւ սահմանափակ լինելը։ Տոպոլոգիաների համար փակը իմաստ ունի, սահմանափակը չունի, քանի որ չգիտենք ինչ է նշանակում։ Բայց երկու դեպքում էլ այս սահմանում բավարար չի, պետք է ուրիշ ձևով անել, այսինքն կոմպակտը կլինի փակ եւ սահմանափակ, բայց հակառակը ճիշտ չի լինի։ Ուրեմն որն ենք անվանում կոմպակտ մետրիկական տարածության մեջ, երկու եղանակ կա, կամ հաջորդականություններով, կամ ծածկույթներով։ Ուրեմն եկեք վերհիշենք, այսինքն նրանք ովքեր չեն տեսել, սահմանենք, սահմանում։ Ուրեմն վերցնենք S մետրիկական տարածությունը եւ վերցնենք A ենթաբազմությունը։ Ուրեմն ըստ սահմանման A-ն կոմպակտ է, եթե օրինակ կարող ենք վերցնել հետեւյալը, ցանկացած բաց ծածկույթի համար, ուրեմն ցանկացած G ալֆա, ալֆան պատկանում է I բաց բազմությունների համար, եթե միավորումը ընկած է ավելի մեծ է, քան կներես an, ապա կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ, գոյություն ունի ալֆա 1, ալֆա k, որը պատկանում է in, այնպես որ an ընկած է այս վերջավոր միավորման մեջ, ալֆա i, in հավասար է 1-ից k։ Ուրեմն ցանկացած բաց ծածկույթից ես կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Ու դժվար չի ապահովել օգտագործելով Բոլցանո-Վեերստրասի թեորեմը, որ այս հատկությունը համարժեք է հետևյալին, որ ցանկացած հաջորդականություն A-ից գոյություն ունի ենթահաջորդականություն n1 փոքր n2 եւ այլն, եւ գոյություն ունի x կետ A-ից, այնպեսի որ x n-ին զուգամիտում է x-ին, երբ ին ձգտում է հասարմանությամբ։ Այսինքն կոմպակտությունը մետրիկական տարածությունների մեջ կարելի է ձևակերպել կամ ծածկույթների լեզվով, կամ հաջորդականությունների լեզվով։ A բազմությունը կոչվում է կոմպակտ, եթե ցանկացած բաց ծածկույթից, կապ չունի թե ինչքան տառ է ծածկույթը, ցանկացած բաց ծածկույթից ես կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ, կամ ցանկացած հաջորդականությունից ես կարող եմ ընտրել զուգամիտող ենթահաջորդականություն։ Հիմա տոպոլոգիական տարածությունների մեջ այս առաջինի մասին կարող ենք խոսել, երկրորդի մասին կարող ենք խոսել, բայց բավարար չի, որտեղ տոպոլոգիական տարածություններ կան, որտեղ ընդհանրապես զուգամիտող հաջորդականություն չկա, բայց եթե հաջորդականությունը փոխարինում եմ ցանցերով, ապա ամեն ինչ գնում է իր տեղը։ Ուրեմն, նա սկսենք սահմանումից։ Սահմանում մեզ մի քանի դեպք պետք կլինի։ Առաջին սահմանենք կոմպակտ տոպոլոգիական տարածության հասկացությունը։ Ունենք S։ Ուրեմն, մի բան ասեմ, S պահից սկսած, ես ենթադրում եմ, որ բոլոր տոպոլոգիական տարածությունները Hausdorff-յան են։ Այսինքն սրանից հետո
Hausdorff-յանից ավելի վատ տոպոլոգիան տարածություն չենք քննարկելու, որովհետեւ այդ հարցը չառաջանա սահմանը միակն է, միակը չի եւ այլն։ Այսինքն որն է սրա պատճառը, պատճառը այն է, որ մենք ոչ թե պաթոլոգիաներ ենք փնտրում, այլ փորձում ենք ինչ որ հատկություններ հասկանալ, որը մեզ հետո օգտակար կլինի։ Այսինքն այս ամեն ինչի իմաստը նախորդ անգամ եթե չեմ սխալվում ասեցի, որ մենք ուզում ենք ուսումնասիրենք բանախեն տարածությունների վրա թույլ տոպոլոգիաները։ Իսկ թույլ տոպոլոգիաները հնարավոր չի մետրիզացնել, հետեւաբար մեզ պետք է մի քիչ ավելի ընդհանուր հասկացություն։ Ուրեմն նայում ենք S տոպոլոգիան տարածությունը ու երբ ասում եմ տոպոլոգիան տարածություն, ապա անպայման Hausdorff-յան է։ Ուրեմն կասենք, որ S-ը կոմպակտ է, նույն բանն եմ ասում, ինչ որ մետրիկական տարածությունների համար։ Ուրեմն ցանկացած G ալֆայի համար ալֆան պատկանում է, ընդ որում ստեղ արդեն գրում եմ ինչ որ մի A, վերագիր A բազմություն, որովհետև չեմ ենթադրում, ստեղ չեմ ենթադրել, որ այս in ուղղորդված բազմություն է։ Այսինքն ստեղ in ուղղորդված չի, պարզապես ցանկացած բազմություն է։ Ուրեմն ցանկացած G ալֆայի համար, որի տարերը բաց են, եթե ես գիտեմ, որ S-ը G ալֆայի միավորումն է, ապա գոյություն ունի ալֆա 1 ալֆա k a-ից, այնպիսին, որ S-ը այս վերջավոր թվով G ալֆայի երի միավորումն է։ Այսինքն, եթե S-ը ներկայացված է բաց բազմությունների միավորման տեսքով, ապա ես կարող եմ վերջավոր թվով բազմություններ ընտրել, որոնց միավորումը նույնպես տալիս է S-ը։ Նույնպես կոմպակտ տարածության հասկացությունն է։ Բայց այստեղ մենք ոչ միայն տարածության համար էինք սահմանել, այլև բազմության համար էինք սահմանել կոմպակտությունը։ Դա ես սահմանեցի կոմպակտությունը տարածության համար։ Ցանկացած միավորում, բաց միավորում, որ տալիս է S-ը, ունի վերջավոր թվով բազմություններ, որոնց միավորումը նույնպես տալիս է S-ը։ Հիմա որպեսզի ենթաբազմության համար սահմանեմ, ինձ անհրաժեշտ է հարաբերական տոպոլոգիան։ Ուրեմն եթե ես ունեմ S տոպոլոգիական տարածությունը, պարտադիր չի, որ ինքը ունի կոմպակտ, եւ ունեմ A ենթաբազմությունը, ցանկացած, ապա A-ի վրա ես կարող եմ սահմանել հարաբերական տոպոլոգիան։ Ինչ է նշանակում հարաբերական տոպոլոգիան։ Ես T-ով նշանակում եմ S-ի տոպոլոգիան։ Ինչ է նշանակում հարաբերական տոպոլոգիան A-ի վրա, ես սահմանում եմ հետևյալ ձևով։ T-ան ես պարզապես վերցնում եմ բոլոր տարերը T-ից եւ իրանց հատումը A-ի հետ։ Այսինքն վերցնում եմ իմ տոպոլոգիայի բոլոր բազմությունները, վերցնում եմ դրանց հատումը A-ի հետ, ես պնդում եմ, որ n ինչ որ ստացվում է այս տոպոլոգիայի A-ի վրա։ Թողնում եմ ձեզ ինքնուրույն ստիգելու համար, համարյա բան չկա անելու։ Բայց պնդում եմ ներողություն հետևյալ սահմանում։ Ես կասեմ, որ անկոմպակտ է, ըստ սահմանման, այդ նշանակում է, որ եթե ես վերցնում եմ an եւ նայում եմ հարաբերական տոպոլոգիան A-ի վրա, ապա սա կոմպակտ է։ Եկեք մի հատ պարզ օրինակի վրա հասկանանք, թե ինչի մասն ենք խոսում ստեղ։ Օրինակ,
Վերցնենք R-ը, որը մետրիկական տարածություն է, սովորական հեռավորության համար, վերցնենք 0,1 հատվածը, որը ենթաբազմություն է R-ից, 0,1 փակ հատվածը և 0,1 բաց հատվածը։ Դինջեմ ավելի հստակ գրեմ, որը մեկը փակ է, մյուսը բաց է։ Սա փակն է, մյուսն էլ բացն է։ Ուրեմն այս երկու ենթաբազմությունների վրա ես կարող եմ սահմանել նախ հեռավորությունը R-ից և հետևաբար բաց և փակ բազմությունները, կամ կարող եմ վերցնել R-ի տոպոլոգիան և նայել հարաբերական տոպոլոգիան այս բազմությունների վրա։ Այսինքն այս բազմությունների վրա կա տեսականորեն երկու բնական տոպոլոգիա։ Առաջինը ծնվում է հեռավորությամբ, որտեղ 0,1-ի և բաց 0,1-ի վրա ես կարող եմ նայել հեռավորությունը R-ից, հեռավորությունը R-ում և համապատասխան տոպոլոգիան, բաց և փակ բազմությունները։ Բայց կարող եմ նայել R-ի տոպոլոգիան ու նայել հարաբերական տոպոլոգիան սրանց վրա։ Առաջարկում եմ ինքնուրույն ստուգել, որ իրականում ոչ մի տարբերություն չկա, թե ոնց անեմ։ Եթե ես վերցնեմ R-ի տոպոլոգիան, ուրեմն եկեք T-ով նշանակենք R-ի տոպոլոգիան։ Այսինքն, հիշեցնեմ, որ այս նշանակում է R-ի բաց բազմությունները։ Եվ հիմա ես նայում եմ հարաբերական տոպոլոգիան 0,1 փակի վրա։ Ես պնդում որ սա ստացվում է նույն բանը, ինչ որ 0,1-ի 0,1 մետրիկական տարածության բաց բազմությունները։ Եվ եթե ես նայեմ հարաբերական տոպոլոգիան բաց միջակայքի վրա, ապա կստանամ 0,1 բաց միջակայք մետրիկական տարածության բաց բազմությունները։ Ու որպեսզի լրիվ ամեն ինչ խառնվի իրար, օրինակ, եթե ես նայում եմ 0,1/2 փակ ստեղից բաց խաչից, ապա սա բաց է T 0,1-ում։ Եվ եթե ես նայում եմ 0,1/2 փակ աջից բաց ձախից, սա փակ է T 0,1-ում։ Այսինքն հարաբերական տոպոլոգիան պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչի մասին ենք խոսում։ Բաց և փակ բազմությունները կարող են լինել, այսինքն բազմությունը կարող է լինել բաց հարաբերական տոպոլոգիայում, բայց չլինել բաց սկզբնական տոպոլոգիայում։ Մի խոսքով, այս օրինակը պետք է ինքնուրույն փորձեք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, այդ դեպքում հարաբերական տոպոլոգիան կդառնա շատ ավելի պարզ։ Հիմա այս ամեն ինչի հետ կապված, եկեք մի հարցում ձևակերպեմ։ Ապացույցի համար ժամանակ չենք ունենա այսօր, ես առաջարկում եմ ապացույցի ինքնուրույն նայել։
Ռիտ Սայմոնի գրքում։ Մենք թեորեմ։ Մենք քանի որ կոմպակտության հատկությունը տոպոլոգիական տարածությունների համար մենք ըստ էության սահմանել ենք միայն ամբողջ տարածության համար, որովհետև ենթա բազմությունների համար մենք պարզապես վերցրել ենք հարաբերական տոպոլոգիայի տարածությունը ու ասել ենք, որ դա պետք է լինի կոմպակտ։ Այս թեորեմը ես կձևակերպեմ հենց միայն ամբողջ տարածության համար։ Ես նայում եմ S P տոպոլոգիական տարածությունը։ Ես մտնում եմ, որ հետևյալ հատկությունները համարվեք են։ Առաջի հատկությունը S-ը կոմպակտ է։ Այսինքն ցանկացած բաց ծածկույթից կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Երկրորդ հատկությունը մի քիչ մտածելուց հետո պարզ է դառնում, որ այդ պարզապես բաց եւ փակ բազմությունների կապի շնորհիվ հեշտությամբ ապացուցվում է։ Ուրեմն S ունի հետևյալ հատկությունը։ Ենթադրենք ունենք F ալֆա, ալֆան պատկանում է ինչ-որ մի A բազմության, ուղղորդված չի։ Փակ բազմություններ են։ Այնպիսիք, որ ցանկացած վերջավոր ենթաբազմություն, այսինքն բազմությունների ցանկացած վերջավոր թվով բազմություններ ունեն ոչ դատարկ հատում։ Վերցնում եմ փակ բազմությունների ընտանիք, այնպիսին, որ ցանկացած վերջավոր թվով ինդեքսների համար համապատասխան հատումը դատարկ չի։ Ապա F ալֆաների հատումը դատարկ չի։ Հավասար չի դատարկ բազմության։ Եվ երրորդ, այսինքն այս I եւ B-ի համարժեքությունը համարյա տրիվիալ բան է։ Ավելի դժվար է հետևյալը։ Այս սահմանման մեջ մետրիկական տարածությունների համար հաջորդականությունների լեզվով այդ բանը հաջորդականությունների լեզվով կոմպակտություն արտահայտեցինք։ Հիմա այս նույն բանը մենք արդեն գիտենք, որ տոպոլոգիական տարածություններում հաջորդականությունները կարող են բավարար չլինեն, բայց ցանցերը բավարար են։ Ուրեմն հատկությունը ասում է հետևյալը, որ ցանկացած x ալֆայի համար ալֆան արդեն պատկանում է i-ին, որտեղ i-ն ուղղորդված է, ցանց S-ում գոյություն ունի y բետա, բետան պատկանում է j-ին, ենթացանց, եւ գոյություն ունի x s կետից, s տարածությունից, այնպիսին, որ y բետան զուգամիտում է x-ին։ Ուրեմն այս հատկությունը ինչ որ մի փոքր պետք է մի փոքր ճաշավելուց հետո ինքնուրույն կարող եք ապահովել։ Եթե չի ստացվում, կնայեք Ռիտ Սայմոնի գրքում, ապացույց շատ կարճ է։ Բայց կա մի տարբերություն մետրիկական տարածությունների հետ։ Ուրեմն հիմա ժամանակ չունենք այդ տարբերությունը մանրամասն ասելու,
մանրամասն քննարկելով։ Բայց ես առաջարկում եմ անել հետևյալ վարժությունը, որի մասին եթե չկարողանաք հաջորդ անգամ խոսենք, ուրեմն առաջին կետը ասում է հետևյալը, որ ենթադրենք, թե ցանկացած ծածկույթը փոխարինում եմ հաջորդականությամբ։ Ցանկացած x-ն s-ից ունի կուտակման կետ։ Ապա ցանկացած հաշվելի ծածկույթից կարելի է ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Ուրեմն կոմպակտությունը ասում է, որ ցանկացած ծածկույթից կարելի է ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Ու ասում է, որ այդ նույն բանն է, որ ասել որ ցանկացած ցանց ունի զուգամիտող ենթացանց։ Ուրեմն մենք սովոր ենք հաջորդականությունների։ Հարցը դարձնում լավ, ենթադրենք ստեղ այս ցանցը փոխարինեմ հաջորդականություններով, ինչ կստացվի։ Ստացվի հետևյալը։ Ուրեմն եթե այս տոպոլոգիական տարածությունն այնպեսին է, որ ցանկացած հաջորդականություն ունի կուտակման կետ, իսկ ստեղ զուգամիտող ենթացանցի գոյություն այդ նույն բանն է, որ x ալֆան ունի կուտակման կետ։ Ուսում այդ բանը այսօր արեցինք, թե չարեցինք։ Ինչ արել ենք։ Այո, արել ենք։ x ալֆայի կուտակման կետ է, եթե գոյություն ունի ենթացանց, որ այդ դրան զուգամիտ ունի։ Այստեղ կոմպակտությունը տոպոլոգիական տարածության մեջ ասում էր, որ այդ նույն բանն է, ինչ որ ցանկացած ցանց ունի կուտակման կետ։ Հիմա ես ասում եմ, որ եթե ոչ թե ցանկացած ցանց, այլ ցանկացած հաջորդականություն ունի կուտակման կետ, ամեն ինչ կորած չի։ Չենք կարող ցանկացած ծածկույթից ընտրել վերջավոր ենթածածկույթ, բայց ցանկացած հաշվելի ծածկույթից, այսինքն եթե ստեղ այս G ալֆաները համարակալված են բնական թվերով, ոչ թե ցանկացածաբազմությամբ, ապա դրանից կարող ենք ընտրել ենթածածկույթ։ Եվ երկրորդը, որ եթե S-ը բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին, ապա ցանկացած ծածկույթից կարելի է ընտրել հաշվելի ենթածածկույթ։ Ինչ ստացվեց։ Եկեք նայենք տոպոլոգիական տարածություն, որը բաց բազմությունների միավորում է։ Եթե ես գիտեմ, որ այս տոպոլոգիական տարածությունը հաշվելիության երկրորդ աքսիոմին բավարարում է, այսինքն տոպոլոգիան ունի հաշվելի հենք, ապա այդ ծածկույթից ես կարող եմ ընտրել հաշվելի ենթածածկույթ։ Մյուս կողմից գիտեմ, որ եթե ցանկացած x-n հաջորդականություն ունի կուտակման կետ, ապա ցանկացած հաշվելի ծածկույթից կարող եմ ընտրել վերջավոր ենթածածկույթ։ Ստեղից ստանում ենք հետևյալը, հետևանք, որ դիցուկ ունենք S, ուրեմն տոպոլոգիական տարածությունը, որ բավարարում է հաշվելիության երկրորդ աքսիոմին։ Այսինքն տոպոլոգիան ունի
հաշվելի հենք։ Ցանկացած բազմություն կարելի ներկայացնել այդ հենքի բազմությունների միավորման տեսքով։ Հիշեցնեմ, որ ցանկացած բաժանելի մետրիկական տարածություն ունի հաշվելի հենք։ Այդ դեպքում ունենք հետևյալը, S-ը կոմպակտ է, այն եւ միայն այն դեպքում ցանկացած x-n ունի կուտակման կետ կամ ունի զուգամիտող ենթահաջորդականություն։ Եկեք երկու օրինակ նայենք կոմպակտությունից եւ դրանով վերջացնենք։ Ուրեմն օրինակներ, ասեմ որ այս կոմպակտությունը բարձրան չի, արդեն տեսակ որ ամեն ինչ խառնում է իրար կախված նրանից արդյոք հաշվելիության երկրորդ աքսիոմը կա չկա, դրանից կախված հաջորդականությունները բավարար են բավարար չեն, բայց բոլոր դեպքերում մի հուսադրող փաստ կա, որ եթե հաշվելիության երկրորդ աքսիոմը ունենք, օրինակ տարածությունը մետրիկական է, ապա կոմպակտությունը կարելի է արտահայտել միայն հաջորդականությունների միջոցով։ Այսինքն ցանցերի կարիք չկա։ Շատ լավ, ուրեմն եկեք արագ երկու օրինակ տանենք ու դրանով կվերջացնենք։ Օրինակներ։ Եթե նայում ենք փոքր L2-ում 0 կենտրոնով եւ 1 շարավով գունդը։ Փակ։ Ոնց անեմ որ փակ լինի հաստատ։ Ապա ես մենակ որ սա կոմպակտ չի։ Ինչի կոմպակտ չի, քանի որ կլսնեմ հետևյալ հաջորդականությունը xn-ը, որը հետևյալ հաջորդականություններն են 0 ամենտեղ, 1 n-երորդ տեղում եւ 0 դրանից հետո։ Այնպես մեր x-n հաջորդականությունն է։ Այս x-n-ը սահման չունի L2-ում։ Հետևաբար, այսինքն ոչ միայն x-ը սահման չունի, այլև x-ի ցանկացած ենթահաջորդականություն սահման չունի։ Որտեղ ցանկացած երկուսի միջև հեռավորություն հավասար է 1-ի։ Հետևաբար չի կարող գոյություն ունենալ զուգամիտող ենթահաջորդականություն։ Հետևաբար, սա կոմպակտ չի, ընդ որում սրա համար մենք նույնիսկ կարիք չունենք ասելու, որ այս L2-ը մետրիկական է, որովհետև հաջորդականությունները նույնպես ցանցեր են, մենք ցույց տվեցինք, որ գոյություն ունի ցանց, որը սահման չունի։ Միևնույն ժամանակ, եթե այս մի քիչ ձևափոխենք այս օրինակը, նայում ենք հետևյալ բազմությունը, նայում ենք այն հաջորդականությունները L2-ից, որոնք փոքր են ինչ-որ մի B-նից։ Ու ենթադրում եմ, որ B-ը զուգամիտում է։ B-ն քառակուսին փոքր է անսահմանությունից։ B-ն քառակուսների գումարը փոքր է անսահմանությունից։ Ապա օգտագործելով այս նկարագրությունը, որ կոմպակտ է, եթե ցանկացած հաջորդականություն ունի կուտակման կետ, օգտագործելով անկյունագծի հաջորդականության եղանակը, հեշտ է ցույց տալ, որ S-ը կոմպակտ է, առաջարկում ինքնուրույն անենք։ Շատ լավ, երևի այսօր այսքան է, արդյոք կան հարցեր։ Շատ բաներ ես չապացուցեցի, բայց հուսով եմ բացատրությունները հերիք են, որպեսզի դուք կարողանաք ինքնուրույն անել կամ չկարողանալ դեպքում նայել Ռիցայմոնի գրքում։ Մի բան կա, որ Ռիցայմոնի գրքում չի գրված, այս վարժության լուծումն է։ Այսինքն սա անպայման պետք է հասկանալ, թե ինչի է սա ճիշտ։ Իրականում դժվար բան չկա։ Վերցնում եք այս ապացույցը, որ այս A-ն եւ G-ն համարժեք են, նայում եք, թե եթե ստեղ հաջորդականություն լինի, ապա ինչ է փոխվում, միանգամից ստանում եք այս A-ն, որ եթե ցանկացած հաջորդականությունի կուտակման կետ, ապա հաշվելի ծածկույթներից կարելի է ընտրել,
Ստեղ էլ պետք է մի փոքր մտահղացում է, թե ոնց օգտագործենք հաշվելիության երկրորդ աքսիոմը, որ ծածկույթից վերցնենք հաշվելի ենթածածկույթ։ Մի խոսքով, այս վարժությունը անպայման պետք է անել, կարող եք նայել որպես տնային աշխատանքի մաս, որտեղ առանց սրա դժվար է հասկանալ, այսինքն նախ այս վարժությունը հնարավորություն է տալիս ազատվել բաներից, ցանցերից, որը միշտ էլ բանի տեսակետից, ինտուիցիայի տեսակետից ամենից ինձ համար ավելի դժվար է պատկերացնել, քան արդյունավետականությունները։ Շատ լավ, կան հարցեր։ Մենք ոնց էինք ուսում մետրիկական տարածությունների նորմալությունն ապացուցել, որ մեր մոտ չստացվեց։ Բարձրանանք վերև տեսնենք, ուրեմն ինձ թվում էր, որ վերցնելով հեռավորության 1/3-ը պետք է որ ստացվեր, այսինքն վերցնում ենք gx-ը, վերցրեցինք սա, վերցրեցինք գունդ սրա շուրջ և 1/3 հեռավորությամբ f2-ի շուրջ, ու ես ուզում էի վերցնել g1-ը այս բոլոր գնդերի միավորումը և g2-ը այս բոլոր բաց բազմությունների միավորումը, բայց հիմա իմ մոտ այն տպավորությունն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս x կետի համար կառուցված գունդը չի հատվի y կետի համար կառուցված jy բազմության հետ։ Եթե ուրիշ առաջարկ ունեք, կարող ենք փորձել հասկանալ, բայց իմ կարծիքով այս ապացույց չի աշխատում։ Jy-ը որն էր։ Ուրեմն jy-ը հետևյալն էր, եթե վերցնենք ինչ-որ մի ուրիշ y կետ, մենք վերցնում ենք jy, լավ, x2, x1, x2 գրենք, որտեղ ստեղ y-ը զբաղված է։ Ուրեմն x2-ը, n y կետերն էին s-ից, որոնց հեռավորությունը f2-ից փոքր է 1/3 dy-ից, որտեղ dy-ը dx2-ից, որտեղ dx2-ը այդ հեռավորությունն էր x2-ից f2։ Կարող ավելի ճիշտ է շտրեխ գրեմ, որտեղ 1-2 սպառնում է իրար։ x շտրիխ, եղել x շտրիխ, և ստեղ x շտրիխ։ Այսինքն եթե սրանք երկու կետ, մի ստեղ ուրիշ կետ են վերցրել, x շտրիխ, սրա անպատասխան շրջակայքն են վերցրել։ Մի եկամ, եկեք ավելի մոտ վերցնեմ, ասենք ստեղ վերցնեմ։ Ես x շտրիխն է։ Հետես հեռավորության 1/3 եմ վերցնում, ոչ մի երաշխիք չկա, որ ինքը չի հատվի, ես x-ի շրջակայքի հետ։ Բայց այս տեսակ ինչ-որ մի մտահղացում այս բանը աշխատում է։ Ես էլ ապստելի մտահղացումը վարեցի ու ինձ մոտ ստացվեց։ Ոնց արեցին այդ։ Մենք հիմա ուզում ենք կետն առանձնացնենք փակ բազմությունից։ Ոչ ուզում ենք բազմությունները առանձնացնենք բազմություններից։ Մենք ուզում ենք f1 առանձնացնենք f2-ից։ Մենք ուզում ենք կառուցել g1, g2, ուզում ենք կառուցել g1, g2, այնպես որ g1-ը պարունակի f1-ը և g2-ը պարունակի f2-ը։ Ես ուզում եմ վերցնել ասել, որ g1-ը այս գնդերի միավորումն է, g2-ը այս gx-ների միավորումն է։ Բայց g1-ը կարող է g2-ի հետ հատվի։ Կարող է սխալ եմ անում, պետք է սկզբից, պաստորեն ճիշտ միտք է։ Իմ կարծիքով սկզբից պետք է կետը առանձնացնել բազմությունից,
Չէ, ես միանգամից երկու փակերն եմ իրարից առանձնացրել ու էլ ստացվել է։ Նա բեկեք sense ասեմ, եթե ստացվել է առաջարկը մի ձեր մեջ քննարկեք, եթե ստացվի ավելի լավ, ես էլ խնդրից կազատվեմ։ Եթե չստացվի հաջորդ անգամ քննարկենք։ Այս դժվար բան չի, ասենք ինձ թվում էր երեք գրեցի, ինչ ստացվեց, բայց փաստորեն չէր ստացվել, բայց դժվար բան չի, իմ կարծիքով դժվար բան չի։ Փորձեք ինքնուրույն անել կստացվի։ Եթե չստացվի հաջորդ անգամ կնայենք, հաջորդ անգամ մանրամասն գրած կլինեմ, այդ դեպքում հաստատ կստացվի։ Առաջարկում ինքնուրույն իրար մեջ այսօր քննարկեք, իմ կարծիքով ստացվելու է։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Եթե հարցեր չկան, ապա այսօր այս կանակ հանդիպենք հաջորդ շաբաթ։ Ստեսություն բոլորին։